չեմ կարող խարիտը բաց թողնել եւ շատերիս հետաքրքրող հարցը, որ առեղծվածային ինչ-որ բան է ստացել։ 2019 թվի փաստաթղթի արձագանքը այնուամենայնիվ ինչպիսին է եղել Հայաստանի իշխանությունների կողմից։ Պատասխանել եք, չեք պատասխանել, մերժել եք, գիտեմ, կարող եք լուսաբանել մեզ։ Խնդրեմ, պարոն Միրզոյան, 1 րոպե։ Սիրով, 2019 թվականին մեկ անգամ եւս ուզեմ ասել, ըստ էության նոր առաջարկ, նոր գաղափար չի եղել։ Հայաստանին ներկայացվել է 2016-17 թվականների առաջարկի տրամաբանությամբ կամ մի փոքր մոդիֆիկացիայով, մի տարբերակ, նույնիսկ տարբերակ չեմ կարողանում ինքնուրույն տարբերակ չեմ կարողանում անվանել, որից հաջորդել է բազմաթիվ հանդիպումների մի սերիա տարբեր քաղաքներում, օրինակ վերջինը 2020 թվականի հունվարին, եթե հիշողությունս չի դավաճանում, տեղի ունեցել այդ հանդիպումը, որից հետո արդեն COVID եւ շարժի ուրեմն սահմանափակում աշխարհով մեկ, այսինքն այդ փաստաթղթի շարունակություն տեղի են ունեցել քննարկումներ, եղել են համանախագահների հայտարարություններ, եղել են արտգործնախարարների եւ համանախագահների համատեղ հայտարարություններ, այսինքն process, ինչպես եւ դրանից առաջ մի շարք այլ փաստաթղթերի դեպքում։ Փորձից հիշում եմ, որ որևէ փաստաթուղթ որ ստանում ենք, մենք պիտի գրավոր պատասխան տանենք։ Դա ուղղակի դիվանագիտական նորմ է։ Հիմա ես դեր ասածից հասկանում եմ, որ դուք որևէ գրավոր պատասխան չեք ուղարկել։ Ես նորից եմ կրկնում, հարգելի գործընկեր, այդ փաստաթղթի ներկայացումից հետո տեղի են ունեցել քննարկումներ, շարունակվել են, տեղի են ունեցել հանդիպումներ եւ այդ գաղափարների քննարկում, ոչ գրավոր, այլ առերես։ Ես այլ բան եմ ասում։ Քննարկումներ միշտ լինում են անդադար, պարբերաբար, բայց երբ որ որևէ փաստաթուղթ է գրավոր ներկայացվում, դա ենթադրում է գրավոր պատասխան։ Հիմա դուք չեք պատասխանել, թե գաղտնի եք ուզում պահել մեզ։ Գիտեք, ես կարծում եմ ձեր պատկերացումները դիվանագիտական պրակտիկայի մասին մի փոքր ներողություն, բայց թերի են, միջանկյալ տարբերակների դեպքում անընդհատ չի, որ ասում են այ խմբագրություն 1:11-ին, ես ասում եմ իմ դրական կարծիքը կամ մենք մերժում ենք 1:11 խմբագրությունը, որից հետո գալիս է, չգիտեմ, 1:12 խմբագրություն եւ այլն։ Կրկնում եմ, դա բանա, process է, գործընթաց։ Այդպես չի, որ այս տվեցի ձեզ եւ դուք համաձայն եք կամ չի։ Պարոն Դրմեյան, խնդրում։ Պարոն Ավագյանը ճիշտ է։ Ոչ մի հնացած մոտեցման հարց էլ չկա, երբ որ հնչում է կամ սեղանին դրվում է առաջարկ, լինում է պատասխան։ Իրականում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, բայց պատասխանելը շատ անուղղակի, այսինքն նա ասել է, որ հələ թող պարզաբանեն մեզնից ինչ են ուզում եւ այլն, մեկին վազել է Ստեփանակերտ, գոռացել է Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ։ Դա է եղել Նիկոլ Փաշինյանի պատասխանը, դրա համար ես ասացի, որ Փաշինյանը լեգիտիմացրել է պատերազմ սկսելու Ալիևի օրակարգը։ Եվ հենց այդ ձեր հարցի մեջ է թաքնված գլխավոր հանցագործությունը Փաշինյանի։ Խնդրեմ պատասխան։ Արգելի գործընկերներ, եթե ուզում եք այտենց միանգամից ըստ էության խոսանք, սիրով, խոսենք ըստ էության, ուրեմն 2019-ի այդ կիսա առաջարկից առաջ, հեղափոխությունից առաջ Հայաստանի Հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը ներկայացել է Հայաստանի Հանրապետության խորհրդարան եւ հրապարակավ հայտարարել է, որ բանակցությունները հայտնված են փակուղում եւ բանակցային ճանապարհով խնդրի լուծման ճանապարհները սպառված են։ Սրանից ավելի չեք ուզում քննարկել։ Սրանից հետո Եթե դուք գիտեիք, որ Սերժ Սարգսյանը ձեզանից առաջ ներկայացել է խորհրդարան եւ հայտարարել է, որ բանակցային լծակները սպառված են, համապատասխանաբար դուք պիտի սպասեիք պատերազմի, եթե բանակցային լծակներ չկար։ Շատ հստակ է իմ հարցը, ինչու չեք պատրաստվել պատերազմի եւ ձեր առաջնորդը մեր բազմաթիվ կոչերին պատրաստվել պատերազմի հրապարակային պատասխանեց մենք պատրաստվում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Այս հայտարարության համար մի քանի հազար ջահել տղա իր կյանքը տվեց։ Ես առաջարկում եմ, քանի որ բոլոր Ես այսօր այստեղ հրավիրվել եմ, որպեսզի քննարկվի խաղաղություն, անվտանգություն։ Բայց մա ինչ Ես ավարտեմ։
Ես չեմ ցանկանում լսել նախկին իշխանության եւ ներկա Կարակ իշխանության չլսեք, դա ձեր իրավունքն է, Հարգելի պարոն Ղազարյան, դուք ինձ հրավիրել եք։ Հերթով։ Դուք ինձ հրավիրել Ես ուրիշ ուժերի տեղը ես չեմ կարող։ Երաշխավորեմ ձեզ ով ինչա Օրակարգը քննարկել։ պահեք, դուք ունեք պոզիտիվ պարտավորություն, պահեք օրակարգը, ես չեմ Մի խանգարեք վերջ։ Խնդրեմ, պարոն Մերաբյան։ Հունիսի 7-ին մարդիկ պետք է քվեարկեն այս կամ այն ուժի օգտին, մտածելով մի բանի շուրջ, թե մենք ինչ ենք անելու առաջիկա 5 տարում, այլ ոչ թե ինչ ա եղել 19 թվին, թե մեր թվարկությունից առաջ չգիտեմ որ թվին։ Եկեք կենտրոնանանք մեր անելիքի վրա եւ մեր ընտրողներին չդնենք թյուրի մացության մեջ։ Բավական է։ Ուրեմն ես հարց չեմ ուղում, որովհետև այս ժամանակահատվածը դիսկուսիայի համար է։ Տեսեք, միտք հնչեց, ասում է, այս պայմանագիրը, այս խաղաղության կոչված պայմանագիրը նաև տարածքային ամբողջականության անձեռնմխելիության երաշխավորող փաստաթուղթ է։ Ուրեմն սա նախաստորագրվել է մի ժամանակահատվածում, օգոստոսի 8-ին 2025 թվականին, եւ դրանից բառացիորեն 1 շաբաթ առաջ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում մոտ 3000 քառակուսի մետրանոց դիրք են ավելացրել։ Ընդ որում 2 արբանյակային լուսանկարներով դա ցուցադրվեց։ Պաշտպանության նախարարությունը թեև փորձեց հերքել, բայց ոչ մի լուսանկար այդպես էլ ցույց չի տվել։ Այս փաստաթուղթը անձեռնմխելիություն չի երաշխավորում։ Արդեն խախտված անձեռնմխելիության պայմաններում նախաստորագրվել։ Շատ եմ շատ համառոտ ուղակի արձագանքել, դու գալիս ես իշխան, ես ձեր չեմ հիմա խոսում։ Երբ որ դու գալիս ես իշխանության եւ նախորդ իշխանությունը հայտարարում են, որ բանակցությունները հայտնվել են փակուղում եւ ըստ էության սպառված են բանակցային ճանապարհով հարցը լուծել, քեզ մնում է ի թիվս այլ գործողությունների եւ չգիտեմ պլան B, պլան C, պլան D-ի փորձել այդ բանակցությունները նորից սկսել ու այլ ճանապարհով այլ բան, այդ թվում եւ նաեւ գուցե նրանց կողմից հենց այդ նպատակով ուղարկված կիսանոր տարբերակով, կիսանոր առաջարկի շուրջ, ինչը եւ մեր կողմից արվել է, հետեւաբար մեղադրանք ավելի քան անհիմն է։ Բայց քանի որ գործընկերը պարոն Դրմեյանը արձագանք արեց, ես ավարտեմ, Նայեք, հարգելի գործընկերներ, ես մինչ այս պահը ոչ մեկից չեմ ընդհատել եւ կաշխատեմ այդպես է չանեմ, բայց խնդրում եւ պահանջում եմ նույն հարգալից վերաբերմունքը իմ նկատմամբ դրսեւորել։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ պարոն Դրմեյանի ասացին, ով հենց իր խոսքը սկսեց առաջին շրջանը ներկայացում սկսեց նրանից, որ ասեց, որ այս համաձայնագիրը շատ վատ փաստաթուղթ է եւ մենք դրանով, չգիտեմ, ինչ որ զիջումներ ենք անում, ձևակերպում լավ չեմ հիշում։ Այդ դեպքում իմ մոտ անկեղծ հարց է առաջանում։ Ինչու 2025 թվականի օգոստոսի 8-ի այս համաձայնագրի նախաստորագրումից եւ հանրայնացումից հետո պարոն Դրմեյանը շարունակել աշխատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում շատ կարևոր մի օղակում եւ իրավական կոնսուլտացիաներ իրականացնել այս բաների ժամանակ։ Ինչ շատ հետաքրքիր է, արդյոք պարոն Դրմեյանը չեք ընդհանրապես։ Ցավում հարց է առաջանում, օրինակ պարոն Դրմեյանի հիասթափություն այս համաձայնագրի նկատմամբ առաջացել այն բանից հետո երբ ինքը ազատվել է աշխատանքից, թե մինչև այդ էլ կար, բայց այտենց տրտմությունը սրտում մի կերպ աշխատում էր, էլի, ընթացքում դա կլինի պարզաբանվի այս հարցը։ Ես ուրեմն իրականացել եմ օրենքով ինձ տրված բոլոր լիազորությունները, այս իշխանությունը օգտվել է դրանից, այն ձեռբերումներից, որոնք ես եմ ունեցել, ես եմ ապահովել։ Ցավում եմ, որ դուք տեղյակ չեք Եվրոպայի խորհրդի զարգացումների մասին, թե ինչպես Ադրբեջանը ստանձնեց պարտականություն ստորագրելու մեմորանդում ու այդպես էլ ձախողեց 46 անդամ պետությունների առջև ու հիմա եկել եք այստեղ ներկայացնում եք այս փաստաթուղթը, որ դուք պատրաստ եք ստորագրել, իսկ հարցրել եք Ադրբեջանը պատրաստ է, իսկ հարցրել եք Ադրբեջանը ստորագրելուց հետո կատարելու պարտականությունը։ Ես դրա համար եմ ցավում ձեր համար, որ ուղղակի տեղեկացվածություն չեք ունեցել Հայաստանի արտաքին